Էլիս մի հատ կբացատրես ինձ քո պահվածքի իմաստը։ Ինչի ձևացեցի, որ ինձ չես ճանաչում, իմաստը։ Էլիսը գիտես որտեղ է աշխատում։ Չէ։ Գիտեմ, որ 10 տարեկան երեխա է խնամում։ Իրան տարօրինակ է պահում։ Ինչ արել որ։ Առաջին օրն է գնացել։ Էդ երբ հասցրեց իրան տարօրինակ պահի։ Նոր այսօր մեր դասանի Ռոբն է գալու մեր տուն, որ պարապենք։ Այդ Ռոբը ինչ-որ շատ չի գալիս գնում։ Կարող է ջղայնանամ։ Դու իմ վրա։ Աչքովս տեսնեմ չեմ հավատա։ Այ, տենց եմ արել, դրա համար է սենց է։ Նոր քեզ ինչ ա եղել։ Նորը արդեն բացատրեցի։ Ուղղակի այդ մարդը չի սիրում, որ իր տուն մարդիկ են գալիս ու գնում։ Ինքը դողում է իր ընտանիքի վրա, հասկանում ես։ Նույնիսկ ինձ ասել է, որ իմ հետևից ոչ մեկ չգա, որ եթե պետք լինի, ինքը ինձ կճանապարհի տուն տաքսիով։ Ինչի՞ էդ իշ գաղտնի կյանքով ապրում որ։ Գաղտնի կյանքով չի ապրում։ Ուղղակի կասկածամիտ է։ Ու դու այդ տանը աշխատում ես։ Նոր, բայց իրանք ինձ շատ լավ են վերաբերվում։ Դու ինձ ապուշի տեղ ես դրել։ Ես ընդեղ կանգներեի չգիտեմ ինչ ասեմ։ Հələ մի հատ էլ գալի ասում ես բարև ձեզ, ոնց որ ինձ չես ճանաչում։ Կապիկի տեղ ես ինձ դրել։ Դե հիմա ինչ ճիշտն ասա։ Բարև ձեզ։ Նորո։ Փաստորեն անունս հիշել ես։ Ճիշտ ասած անցնում էի, պատահական նկատեցի, ասեցի մոտենամ, ամել կիմանամ ոնց եք։ Մենք գնանք երեխու հետ խաղանք, հա։ Բարև ձեզ։ Բարև ջուտիկ։ I didn't catch that. Դե հիմա երեխուն ոնց բացատրեմ, ինչի ճուտ ասեցիր։ Բարև սիրուն աղջիկ։ Սենց ավելի պարզ է։ Էլի զարի։ Չեմ խանգարում, չէ։ Չէ, ես երկու ոտքի վրա կանգնելուց բացի ուրիշ բան չունեմ անելու։ Ոչինչ, կանցնի։ Ինչ լավ ջուտիկ է։ Հա, ինքը մեր արևն է։
Համ անունն Արև, համ էլ ինքն է Արև։ Քո աղջիկը չի, չէ՞։ Ինչի ես այդքան մեծ եմ երևում։ Չէ, ուղղակի Ուղղակի չգիտես ոնց հարցնես Արևը ով է։ Արևը աղբորս աղջիկն է։ Ուղղակի ես էլ որ հիմա չեմ քայլում, Էլիզը մեզ օգնում է։ Ինձ էլ Արևի հետ կերակրում է ու զբոսանքի է բերում։ շատ լավ կյանք է։ Դե, չենք բողոքում։ Ոնց հասկացա, երեխեն հայերեն լավ չի հասկանում։ Ամերիկայում է մեծացել, բայց հասկանում է։ Դե ուղղակի մի քիչ բարդ պահ է բացատրել իրան, որ Հայաստանում ճուտը կոմպլիմենտ է։ Մենք հիմա միշտ սենց պատահական հանդիպելու ենք, Այսինքն, այսինքն այս մեր հանդիպումը պատահական չէր, չէ՞։ արի հարցեր մի տուր, որ չխափեմ, լավ։ Այդ արդեն մեծ պլյուս է, որ դու ինձ չես խաբում։ Այսինքն պլյուս է, որ պատահական չենք հանդիպել, թե նույնիսկ եթե տենց չի, էլի պլյուս է։ Արդեն պրովոկացիոն հարցեր ես ինձ տալիս։ Տատ Էլիզուր է, Տանը չի։ այսինքն ուր է գնացել։ Աշխատանքի, մտածում էր ազատորա, բայց աշխատանքի կանչեցին։ Դուք ինձ ապուշի տեղ եք դրել։ Չասես, որ դուրս է եկել։ Ինչ աշխատանք, ինչ ազատոր։ Նորո ջան, մեծ աղջիկ է, էլի շատ ես խառնվում։ Դուրը չի գալիս, էլ մի արա։ Գիտես ինչի համար եմ ջղային անում։ Որովհետև զգում եմ, որ խափում է։ Բայց ոչինչ, ես ամեն ինչ կպարզեմ։